Հունվարի 30-ին ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ Վերջին դատական նիստին վերաքննիչ դատարանում երկու միջնորդություն ներկայացրեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։ Վերջինս միջնորդում էր դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին և գործին կցել ու ուսումնասիրել անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին Կալիֆոռնիայի համալսարանում նախագահի արած այն հայտարարության տեսագրությունը, որտեղ Սարգսյանը մինչև դատարանի որոշումը Շանթ Հարությունյանի ու ընկերների գործողությունն անվանում է հանցագործություն։ Գործը դեռևս չէր ավարտվել, երբ որ նախագահի կողմից այդ հայտարարությունը եղավ։ Նման օրինակ հայտարարությունից հետո պաշտպանական կողմը միանշանակ արդեն տեղյակ էին, գիտեինք, որ դատարանի դա կաշկանդում է և կլինի մեղադրական անօրինական դատավճիռ։ Նախագահի հայտնած դիրքորոշումից հետո որևէ դատավոր չէր համարձակվի նման պայմաններում կայացնել այլ դատական ակտ, քան որը որ կայացվեց։ Եվ եթե հարգելի դատարան դուք իրոք անկախ եք եւ նախագահից կախված չեք եւ իրականացնում եք միայն իրավունքի շահերը, պետք է այս միջնորդությունը բավարարեք։ Դատարանը Սարգսյանի վերաբերյալ երկու միջնորդությունն էլ մերժեց, ըստ դատավորի նախագահի հայտարարությունը որևէ կերպ չի հաստատում կամ հերքում ամբաստանյալների մեղավորությունը։ Հաջորդիվ միջնորդությամբ փորձեց հանդես գալ Շանթ Հարությունյանը։ Ես միջնորդում եմ, որ այդ հոդվածները մեր վրից հանեն, դնեն ինքնապաշտպանություն, որը թույլատրված քրեական օրենսգրքի շրջանակներում թույլատրված ա եղել, քանի որ ես ոչ միայն փորձել եմ իմ անձը, իմ կյանքը սահմանադրությամբ տրված քաղաքացու անձի եւ այլ բարի անունը պաշտպանելը, այլև պայքարել եմ հայրենիքի դավաճանների դեմ, հայրենիքի դավաճան ասելով նախ եւ առաջ նկատում եմ պրեզիդենտ Սերժ Սարգսյանին, որը մի րոպե միջնորդությունս հիմնավորում եմ ինչի եմ միջնորդում։ Ոչ, չասացա։ Ասեմ հայրենիքի դավաճանից պաշտպանել է ինքը Հայաստանի սահմանադրությունը խախտել է, նա պարտավորություն է ստանձնել, որ պաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անձը, կյանքը, գույքը, բարի անունը եւ այլն։ Չեմ նստում։ Իրավունք ունի քաղաքացին, ես դիմել եմ ինքնապաշտպանության։ Հիմա հիմնավորում եմ, որ Սերժ Ադրբեջանի KGB-ի գործակալ է եղել։ Այդ մարդը իր վերալով ասել է հպարտ է իր անցյալի համար, որ ծառայել Ադրբեջանի KGB-ի։ Ադեմ է ոչ չեմ աղում, ալա ես միջնորդությունում եմ հարգելի դատարան։ Դատավոր Սևակ Համբարձումյանը կոչ էր անում Շանթ Հարությունյանին հարգել մեր երկրի գերբն ու դրոշը, իսկ դատավոր Արշակ Խաչատրյանը թույլ չտալով, որ Շանթ Հարությունյանն ավարտի իր միջնորդությունը, մյուս ամբաստանյալներն էլ ներկայացնեն իրենց միջնորդությունները, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը Civilnet-ին ասաց, որ դատարանը օրենքի կոպտագույն խախտում թույլ տվեց։ Դատարանը ինքը իր գործողություններին հակասեց, մի կողմից զրկեց Շանթ Հարությունյանին միջնորդությամբ հանդես գալու իրավունքից, ասելով, որ պետք է դատավարության մյուս մասնակիցները այդ իրավունքից օգտվեն, մյուս կողմից որևէ մեկին հնարավորություն չտալով, տեղեկանալով նախապես, որ ունեն միջնորդություններ, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Այդ նաև ես միջնորդություն ունեի եւ ես զրկվեցի այդ իմ իրավունքը իրականացնելու հնարավորությունից։ Շանթ Հարությունյանի պաշտպանն իր իրավական պրակտիկայում նման այլ դեպք չհիշեց։ Իրավունք չունեին, որովհետև իմ գոլեգաները, փաստաբանները, գործով պաշտպանները ուղղակի հնարավորությունից զրկվեցին ներկայացնել միջնորդություններ, որոնք նրանք պատրաստել են եւ իրավունք ունեին վերաքննիչ դատարանում այն ներկայացնեին։ Բնականաբար խախտվեց մեր պաշտպանյալների այդ իրավունք։ Այսպիսով Շանթի և ընկերների գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին։ Շանթ Հարությունյանը և նրա համախոհները բողոքարկում էին առաջին այցանի դատարանի վճիռը։ 2014-ի հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին այցանի դատարանի կողմից Շանթն ու ընկերները մեղավոր ճանաչվեցին 2013-ի նոյեմբերի 5-ին զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա, նրա անչափահաս որդի Շահենը 4 տարվա պայմանական, իսկ Շանթի հետ արժեքների հեղափոխության դուրս եկած 11 ընկերները դատապարտվեցին 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման։ Արտակ Համբարձումյան, Սարգիս Բուլղադարյան, Civilnet։